Հիմա կապված վարկերի հետ։ Մենք այսպես խոսակցական լեզվով ասեմ կոտորվեցինք հայտարարելով, երևի բոլորդ էլ արդեն տեղյակ եք, որ յուրաքանչյուր հեծ ՓԲ-ի կողմից վերցրած վարկային պարտավորության տոկոսները որևիցե պարագայում չի մտնում սակագնի մեջ։ Հիմա կա երկու տարբերակ, կամ կառավարության ղեկավարը գիտի եւ մոլորեցնում է ժողովրդին, կամ իր այսպես իրեն զեկուցող կոմպետենտ մարդիկ խաբել են իրեն։ Հիմա եթե շատ արագ այդ կոմպետենտ մարդիկ չազատվեցին աշխատանքից, նշանակում է իմ ասած առաջի վարկածն է։ Ուղղակի մոլորեցնում է մեր ժողովրդին, որովհետև դա փաստ է, դա հանձնաժողովը գիտի անգիր, տարածքային կառավարման նախարարությունը գիտեն անգիր։ Հաջորդը տնօրենների խորհրդի պարգևատրումները, երբ որ երեք հայտարարվում էր, որ այլ եկամուտ չունի, մեր վճարումներն վերջինաշով շահույթ ունի, չէ՞ այդ կազմակերպությունը, բիզնեսը։ Երբ որ հանձնաժողովի նախագահային հարց են տալիս, ասում են, իսկ այդ պարգևավճարները տնօրենների խորհրդի մտնում է սակագնի մեջ, թե ոչ, այն ժամանակ ասում էր, դե վարույթ է ընթանում, չեմ կարող պատասխանել, չնայած դա վարույթին բացարձակ չի խանգարում։ Հիմա այսօր հարցրեք, մտնում է թե ոչ։ Լավ, ինչքան կարելի է խաբել։ Չի մտնում, հարգելի հայրենակիցներ, ձեզ խաբում են։ Սամվել Կարապետյանին ուզում են սևացնել, այդ ճանապարհին որևիցե խտրականություն չեն դնում միջոցների մեջ, պարզ խաբում են։ Չկա, Սամվել Կարապետյանը իր միջոցներից գնահատում է տնօրենների խորհրդի աշխատանք եւ տալիս է պարգևավճար։ Իմիջիալոց ձեզ ասեմ, այդ այսպես ասած պարգևավճար կոչվածները տեսակ, որ Նարեկ Կարապետյանը թղթերով էլ ցույց տվեց, գնացել է բարեգործականին, եւ երկրորդը պարգևավճարները տալուց անգամ այդտեղ հարկային պարտավորություններ են կատարվում։ Արդյոք հնարավոր չէ դա ինչ-որ այլ ճանապարհով տալ։ Իհարկե հնարավոր էր։ Այսինքն Կարապետյանը որոշում է պարգևավճար տալ, որից որոշակի տոկոս պետքա գնա որպես հարկային պարտավորություն, հիմա սա են անգամ փորձում մեր ժողովրդին, որոնք քիչ թե շատ, այսպես ասած, անտեղյակ են, մոլորեցնել, խաբել, որ ժողովուրդ ջան, այս վարկերի տոկոսները դուք եք վճարում սակագնով։ Չգիտեմ, պարգևավճարները դուք եք վճարում սակագնով։ Լավ, հիմա ներողություն եմ խնդրում, նախադասությունս ավարտեմ, ներողություն եմ խնդրում։ Ընդունենք մի պահ տեսականորեն, որ մենք վատ ենք կառավարել, չէ՞, ասում են, այսքան եկամուտ ունենք, այսքան քիչ գումար ծախսեցինք, այս արեցինք, այն արեցինք։ Լավ, ինչու՞ չի իջնում սակագինի այդ դեպքում։ Ու շատ պարզ տրամաբանական հարց է, չէ՞։ Եթե հիշում եք, եթե չեմ սխալվում, 18 թվականի ապրիլին այն ժամանակ դերևս ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 20%-ով պետք է սակագինի իջնի։ Okay, եկակ, 7 տարի անցավ, լավ, ընդունենք, նորից եմ կրկնում, չկա այդպիսի բան, բայց մի բան ընդունենք, մենք վատ ենք կառավարում։ Հիմա 6 ամիս դուք եք կառավարում։ Ուր են ձեր, այսպես ասած, այդ էկոնոմիաները, այդ քիչ ծախսերը, ուր են դրանց ավելցուկները։ Այսինքն չկա դա, եթե դա լիներ, ենթադրվում է, որ պետք է լիներ սակագնի իջեցում։ Հիմա այստեղ այս իմ ասած թվերը հետաձգելով, չէ՞ ինչ որ տակը շատ կասկածելի ֆինանսական եկամուտներ դնելով, հարց է առաջանում, լավ ընտրություններից հետո Աստված մի արասցի, թե իրենք հաղթեցին։ Ինչ է լինելու։ Պարզ բան, ուղղակի թանկանալու է սակագինը, որտեղ տարբերակ չկա։ Սամվել Կարապետյանի պարագայում եւս մեկ անգամ հիշեցնեմ, արդեն 10 տարի չի թանկացրել, խոսքը հեծի մասին է։ Եվս 10 տարի խոստացել է չթանկացնի, այսինքն այս ամբողջ բեռը ինչ որ լիներ հեծի հետ կապված, միանշանակ ինքը այսպես ասած իր անձնական միջոցներից որպես բիզնեսմեն, իր եկամուտներ ունենալով սուբսիդավորելու էր անձամբ։ Հիմա այն որ ես ասում եի, չեմ ուզում չարախնդամ կամ չարախոսեմ, վատ վիճակ է սպասվում հեծին, արդեն տեսնում ենք։ Իմջայից ասեմ շատ ավելի շուտ եւ արագ ենք տեսնում, քան ես կանխատեսում էի։